Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Վաղուց տեղադրված են մայիս ամսվա կանխատեսումները։ Եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն եւ նաեւ շատ շուտով կլինեն նաեւ հունիս ամսվա կանխատեսումները, սիրելի բարեկամներ, տեսնում եք, որ նախընտրական այս քարոզարշավը մոտենում է իր գագաթնակետին, իր այսպես ինտենսիվությամբ պարզապես ապշեցուցիչ է եւ Ես սկսել եմ արդեն ներկայացնել այդ 19 քաղաքական ուժեր, հավակնորդ ուժերի առաջնորդների հորոսկոպները եւ նրանց շանսերի մասին եմ խոսում ընտրվել, հաղթահարել այդ շեմը եւ ընտրվել մաս կազմելով 9-րդ գումարման պարլամենտի։ Արդեն իսկ սիրելի բարեկամներ, ես վերլուծել եմ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան քաղաքական դաշինքի առաջնորդի աստղային քարտեզը, համեմատել եմ Նիկոլ Փաշինյանի քարտեզի հետ քաղաքացիական պայմանագրից եւ նաեւ երկուսի հավանականություն, ընտրվելու հավանականության մասին եմ խոսել այդ վիդեոն, որը լույս տեսավ անցած շաբաթ եւ բավականին մեծ հետաքրքրություն, մեծ դիտումներ հավաքեց, մեծ հետաքրքրություն առաջացրեց լսարանի մոտ, որի համար շատ շնորհակալ եմ սիրելի բարեկամներ եւ Նաև վերլուծվել է այդ վիդեոյի մեջ հունիսի 7-ը ինչպիսի օր է լինելու եւ երկու տեխնացությունների համար էլ ինչպիսին է այն լինելու բարենպաստ թե անբարենպաստ։ Եթե չեք դիտել սիրելի բարեկամներ, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն, որտեղ այնտեղ ես լրացուցիչ շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկատվություն եմ տալիս, որը շատ կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել։ Սիրելիներս, իհարկե ամեն մեկն ունի իր սրտի թեկնածությունը, ինչ ասեմ, եթե որոշել եք ընտրել Նիկոլ Փաշինյան, ողբամս քեզ հայոց աշխարհ։ Ես շարունակելու եմ իհարկե ներկայացնել նաև մյուս քաղաքական ուժերի առաջնորդների աստղային քարտեզները կներկայացնեմ, նաև շատ մեծ խնդրանքներ են, այսպես ասած, մեկնաբանություններում գրել դոկ կուսակցության մասին, արդյոք ինչ հաջողություններ կունենա այդ կուսակցությունը, կխոսենք Հայաստան դաշինքի մասին եւ մյուս շատ օրինակ ես համակրում եմ Քոչարի կուսակցության Արտակ Սարգսյանի համար քենիացի գործընկերոջ կողմից հիմնադրված շատ հոգեհարազատ այդ անձնավորությունը, չգիտեմ, սիմպաթիա եմ զգում նրա նկատմամբ։ Կխոսենք նաև ՀԱԿ-ի մասին, Հայ ազգային կոնգրեսի տեխնացիան Լևոն Զորաբյանի մասին, միասնության թևերը կվերլուծենք նաև Արման Թաթոյան, եւ նաեւ առաջարկեք Գուրգեն Սիմոնյան, բոլորը շատ այսպես տարիներ շարունակ ինձ խնդրում են վերլուծել նրա աստղային քարտեզը։ Այդ ամենի մասին հնարավորինս իհարկե ես այդ վերլուծությունները կանեմ կներկայացնեմ, որովհետեւ գիտեք, որ շատ զբաղված եմ, հերթի տակ աշխատում եմ, բայց այնուամենայնիվ քանի որ այդպիսի բացառիկ իրադարձություն է Հայաստանի Հանրապետությունում, այսպես դարակազմիկ, գոյաբանական, շատերը համարում են այս ընտրությունները գոյաբանական եւ իսկապես այդպես է, իսկապես շատ կարեւոր ընտրություն է կատարում հայ ազգը եւ այդ իսկ պատճառով կաշխատեմ հնարավորինս ներկայացնել իհարկե այն դեպքում, եթե բաց աղբյուրներում գտնեմ այդ տեխնացությունների ծննդյան տվյալները։ Նաև գրեք մեկնաբանություններում հատկապես որ քաղաքական ուժի մասին կցանկանայիք առաջիկայում լսել վերլուծություն։ Եվ անպայման ես կանդրադառնամ։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում։ Գիտեք, որ ավանդաբար ես ամեն շաբաթ ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ,
եւ կանխատեսումները կենթանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Շատ հետաքրքիր շաբաթ է մեզ սպասվում մայիսի 18-ից 24 ընկած այդ 3-րդ մայիսյան շաբաթը, շատ այսպես վճռական է լինելու, շատ հետաքրքիր շաբաթ է լինելու, անկանխատեսելի զարգացումներով լի, սրացումներով լի, էքսցենտրիկ ինչ-որ վարքագծերով լի, որտեղ արդեն իսկ տեխնացուները շատ այսպես ոչ ստանդարտ, էքսցենտրիկ պահվածքով են ուրեմն հանդես գալիս, իհարկե այդ բոլոր ոչ նորմատիվային լեքսիկոնը դա ես ընդունելի չեմ համարում այդ արտահայտությունները, բայց այնուամենայնիվ շատ էքսցենտրիկ ինչ-որ ինֆորմացիաներ են տարածվում հալուցինագեն սնկերի վերաբերյալ, սիրելի բարեկամներ, թե իբրև թե Նիկոլ Փաշինյանը Չինաստանում փորձել է այդ սնկերը եւ այսպես շատ հավանելով 1 տոննա պատվիրել եւ բերել է Հայաստան իր հետ։ Եվ այսօր ես վերնաշապիկիս վրա այդպիսի հալուցինագեն սնկերի պատկերներ եմ կրում, տեսեք հետաքրիր սա, օրինակ սա հալուցինագեն սունկ է, այստեղ նաև կա այդ մուխամորը, չգիտեմ երևում է թե չէ, այստեղ այսա մեկ վարկյան, ահա այսպես, այս մուխամորը տեսեք ինչ հետաքրիր հալուցինագեն սունկ է եւ դե իհարկե այդ խայբը բոլորը ցանկանում են օգտագործել իրենց էլեկտորատը ընդարձակելու համար։ Նու սա բնական է այս ընտրություններում, ինչու, որովհետև ընտրապայքարը ընթանում է արևի եւ Ուրանի միության ֆոնին եւ գալիք շաբաթվա ընթացքում գրեթե ողջ շաբաթ մենք ականատեսը կլինենք արեգակի եւ անկանխատեսելի փոփոխությունների մոտ Ուրանի միությանը, իսկ դա նշանակում է անկանխատեսելի զարգացումներ, անկանխատեսելի նաեւ իշխանությունների կողմից այդ բռնաճնշումների սրացում է հնարավոր է ինչ-որ էքսցենտրիկ պահվածք, մեկը երգում է, մեկը պարում է, մյուսը դեմ հալուցինագեն սնկերից է խոսում։ Դե տեսնենք ով ինչ կարող է հորինել, որպեսզի գրավել մարդկանց ուշադրությունը իր շատ հետաքրքիր է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն նաև գալիք շաբաթվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է մոլորակային դիրքերին, լուսինը ողջ գալիք շաբաթվա ընթացքում, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ աճող է լինելու եւ դուք կարող եք կատարել բոլորային արարողակարգերը եւ հմայախոսությունները, որոնք միտված են ձեր կյանք դրական զարգացումներ բերելու, այսինքն ավելի շատ երջանկություն, ավելի շատ բարեկեցություն, ավելի բարձր աշխատավարձ, ավելի բարեկեցություն, սեր, ուրախություն, երջանկություն ձեր կյանք ներգրավելու համար։ Իսկ դրա համար պետք է անցնել այս վիդեոյի վերջում տեղադրված հղմամբ եւ բաժանորդագրվել աստրոմագիա եւ թալիսմաններ իմ մոգական YouTube-յան ալիքին եւ այնտեղ դուք կգտնեք նորալուսնի եւ աճող լուսնի այդ պլեյլիստում բոլոր այն հատկապես այդ աճող լուսնի արարողակարգերը կարող եք կատարել ողջ գալիք շաբաթվա ընթացքում։ Եվ ամսի 19-ին, սիրելի բարեկամներ, մայիսի 19-ի 5:05 րոպեին նախ եւ առաջ շատ իհարկե մեզ մոտ առանձնանում է մայիսի 19-ը, որովհետեւ երկու մոլորակներ Մարսը եւ Վեներան այդ օրերին, այդ օրվա ընթացքում, ավելի շատ այդ գիշերվա ընթացքում, մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը փոխում են իրենց դիրքավորումները։ Նախ ասեմ, որ Մարսն է փոխում իր դիրքավորումը եւ Երևանի ժամանակով 2:25 րոպեին գիշերը մութ գործում ցուլ կենթանակերպ։ Իհարկե ցուլը դա Մարսի թուլության աստիճաններն է, Մարսի թուլության կենթանակերպն է։ Եվ այստեղ Մարսը վտարված է։ Իսկ վտարված Մարսը կարող է վարվել շատ ագրեսիվ, իրեն դրսևորել է շատ ագրեսիվ, շատ անկանխատեսելի, այնպես որ մայիսի հատկապես վերջում, երբ Մարսը քառակուսի կկազմի ավերիչ Պլուտոնի հետ, մենք ականատեսը կլինենք նոր ռազմաքաղաքական սրացումների, անպայման այժմ արդեն դրա, այսպես ասած,
բոլոր նախադրյալները կան, թե ռուս-ուկրաինական ճակատում, թե Իրանի եւ ԱՄՆ-ի բախման այդ մերձավոր արևելյան թաթերաբեմում նույնպես բավականին լարված իրավիճակ է։ Եվ իհարկե Մարսը բավականին ակտիվացնելու է ցուլիկներին, որովհետև անցնելով ամեն մի կենդանակերպով նա էներգիա, նախաձեռնություն ուժ է հաղորդում տվյալ կենդանակերպի ներկայացուցիչներն, այնպես որ ցուլիկներ եղեք ակտիվ, եղեք նախաձեռնող, հետապնդեք ձեր նպատակները եւ անպայման կհասնեք հաջողության։ Մարսը կմնա ցուլ կենդանակերպում մինչև հունիսի 28-ը, սիրելի բարեկամներ։ Իսկ հենց անմիջապես հետո Մարս մորակը, երբ մտավ ցուլ կենդանակերպ, 5:05 րոպեին Երևանի ժամանակով սիրով գեղեցկության մորակ Վեներան նույնպես փոխում է իր կենդանակերպը եւ մուտք գործում Խեցգետի։ Այստեղ կմնա Խեցգետնում մինչև հունիսի 13-ը։ Իհարկե Վեներան Խեցգետնում շատ տնային դիրք է, շատ այսպես այսպես հարմարավետ դիրք է, փափուկ դիրք է, լավ է բարեկարգել ձեր բնակարանը, ստեղծել ավելի կոմֆորտ պայմաններ, ավելի հաճելի միջավայր, ավելի ներդաշնակ միջավայր, կանանց համար է լավ այս դիրքը Վեներան Խեցգետնում։ Իհարկե Խեցգետիների համար շատ լավ է, որովհետև սիրո եւ գեղեցկության մորակը հյուր է գալիս ձեզ սիրելի Խեցգետիներ եւ անպայման օգտվեք այս դիրքից։ Իսկ 5:45 րոպեին Լուսինը նույնպես մուտք կգործի Խեցգետին կենդանակերպ մայիսի 19-ին։ Եվ արդեն 5:49 րոպեին վաղ առավոտյան Վեներան Լուսնի հետ կմիանան 0 աստիճան Խեցգետնում։ Իհարկե սա շատ բարենպաստ է, հատկապես մայիսի 19 օրվա առաջին կեսը առավոտյան կարգավորել հարաբերությունները կանանց հետ, նաև կանանց միջև հարաբերությունները կարգավորել, ինչ որ ավելի ներդաշնակ ընտանեկան միջավայր ստեղծել, ծրագրել ինչ որ դրական զարգացումներ տան ընտանիքի ծնողների հետ կապված, շատ լավ է։ Եվ սիրելի բարեկամներ, արդեն 5:56 րոպեին Լուսինը վեցանկյուն կկազմի Մարս մորակի հետ, որը հենց այդ նույն գիշերը, ամսի 18-ի լույս 19-ի գիշերը մայիսի մուտք է գործել ցուլ կենդանակերպ, 0 աստիճան Խեցգետնում Լուսին եւ 0 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է Մարսը, բայց լարվածությունը աճելու է մայիսի 19-ի երկրորդ կեսին, օրվա երկրորդ կեսին։ Արդեն 19:48 րոպեին նախ մենք ականատեսը կլինենք Լուսնի եւ Նեպտուն անորոշության, մոգության, խաբեության եւ միստիկայի մոլորակ Նեպտունի մինչեւ քառակուսի 3 աստիճան խոյ կենդանակերպում Նեպտունն է եւ 3 աստիճան Խեցգետնում գտնվում է Լուսինը։ Սա շատ բարենպաստ է դեզինֆորմացիա, կեղծիքներ տարածելու համար։ Պես որ ստուգեք այն տեղեկատվությունը, որը դուք կստանաք մայիսի 19 օրվա երկրորդ կեսին, այս կեսօրին մոտակայքում, եւ նոր համապատասխան որոշումներ կայացրեք։ Եվ երեկոյան նույնպես բավականին լարված իրավիճակ կլինի մայիսի 19-23-ից 48 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը քառակուսի կառաջացնի Սատուրն օրակի հետ, մեծ դժբախտության մորակ Սատուրնը, չարիքի մոլորակ Սատուրնը, խոչընդոտների մոլորակ Սատուրնը գտնվում է 11 աստիճան խոյ կենդանակերպում եւ Լուսինը գտնվելու է 11 աստիճան Խեցգետում։ Իհարկե սա աննպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար, էմոցիոնալ սառնություն է առաջացնում, լարվածություն է առաջացնում։ Բարենպաստ է մեզ մոտ մայիսի 20-ը, սիրելի բարեկամներ, 17:26 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը կմիանա մեծ բարերար Յուպիտեր մոլորակի հետ, որը գտնվում է 21 աստիճան Խեցգետում եւ Լուսինը այնտեղ կմիանա Յուպիտերին։ Սա շատ բարենպաստ է ինչ որ նոր գործեր սկսելու համար, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, պայմանագրեր ստորագրելու համար, նոր դրական ինչ որ զարգացումների սկիզբ դնելու համար, այնպես որ այդ օրը օգտագործեք անպայման։
Եվ նաև մեզ մոտ իհարկե շատ բացառիկ օր է եւ հետաքրքիր օր է գալիք շաբաթվա ընթացքում նաև մայիսի 21-ը, սիրելի բարեկամներ, մայիսի 21-ին արդեն վաղ առավոտյան, կարելի ասել մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը 4:36 րոպեին Արեգակը մուտք կգործի երկվորյակներ կենդանակերպ։ Ես շնորհավորում եմ բոլոր երկվորյակներին իրենց տարեդարձերի հետ կապված եւ որոնք մայիսին են ծնվել, մայիսի վերջում 21-ից հետո որոնք հունիսին են ծնվել։ Եվ Արեգակը կմնա երկվորյակներում մինչև հունիսի 21-ը, սիրելի բարեկամներ։ Այնուհետև 6:47 րոպեին Երևանի ժամանակով նաև լուսինը կփոխի իր կենդանակերպը եւ մուտք կգործի առյուծ կենդանակերպ։ Այստեղ 6:56 րոպեին արդեն վեցանկյուն կառաջացնի Արեգակի, դա կլինի առաջին վեցանկյունը, լուսինը արագ աճելու է, 0 աստիճան Արեգակը գտնվում է երկվորյակներում, 0 աստիճան ուրեմն առյուծում գտնվում է լուսինը։ 9:12 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Ուրան մոլորակի հետ։ Ահա, սիրելիներս, հենց մայիսի 21-ից սկսած եւ ողջ գալիք շաբաթվա ընթացքում Արեգակը ճշգրիտ միություն է կազմում Ուրան մոլորակի հետ եւ դա կնշանակի մեծ անսպասելի զարգացումներ, անսպասելի ինչ-որ էքսցենտրիկ ինչ-որ դրսևորումներ, քաղաքական գործիչները շատ տարօրինակ են իրենց պահելու, տարօրինակ են պահելու նաև կարող են տարօրինակ պահել հասարակ մարդիկ նաև, հատկապես երկվորյակներին է վերաբերում, որտեղ Ուրանը 7 տարի շարունակ գտնվելու է երկվորյակներում եւ հատկապես այդ օրերին ծնված երկվորյակները, այսինքն մայիսի 21-ից 25 ընկած այդ ժամանակահատվածում նրանց վրա մեծապես կանդրադառնա այս արևի եւ Ուրանի միությունը, որովհետեւ նրանք իրենց սոլարը, այսինքն արեգակնային վերադարձը ծննդյան օրը հենց դիմավորելու են այդ մորակային միության պայմաններում, որը ամբողջ տարին արդեն նշանակելու է անսպասելի զարգացումներ, ինչ որ տարօրինակ իրադարձություններ, 180 աստիճանով ամեն բան կարող է փոխվել, շատ անկանխատեսելի է ամեն ինչ, շատ հեղափոխական է ամեն ինչ, սիրելի բարեկամներ, այնպես որ հենց մայիսի 21-ին սպասեք այդ անկանխատեսելի եւ կայծակնային զարգացումների։ Եվ 1 աստիճան երկվորյակը այդ վեցանկյունը լուսնի հետ տեղի կունենա 9:12 րոպեին, մայիսի 21-ին 1 աստիճան առյուծում լուսինը, 1 աստիճան երկվորյակներում Ուրանն է։ Բայց դե լարվածությունը նաև առավոտյան այնուամենայնիվ կլինի մայիսի 21-ին, որտեղ 9:42 րոպեին արդեն լուսինը լարված կառակուսի կառաջացնի Մարս մոլորակի հետ, 1 աստիճան ցուրտ կենդանակերպում Մարսն է, 1 աստիճան առյուծում գտնվելու է լուսին։ Շատ կարևոր օր է նաև ռազմաքաղաքական իմաստով մայիսի 21-ը, որովհետև լուսինը փոխհարաբերության մեջ է մտնում բոլոր բարձրագույն մոլորակների հետ եւ դա առաջացնելու է իհարկե որոշակի գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի կողմից ինչ որ ագրեսիվ հայտարարություն է, Ռուսաստանի կողմից ագրեսիվ նույնպես հնարավոր են ինչ որ դրսևորումներ, որտեվ անգամ դրական մորակային փոխհարաբերությունների դեպքում բարձրագույն մորակների հետ իհարկե լարվածությունը պահպանում է։ 13:15 րոպեին լուսինը մայիսի 21-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Նեպտուն մոլորակի հետ, 3 աստիճան խոյ կենդանակերպում Նեպտունը, 3 աստիճան առյուծում գտնվում է լուսինը։ Բայց ամենալարված իրավիճակը ստեղծվել օրվա երկրորդ կեսին ժամը 16-ին Երևանի ժամանակով, երբ լուսինը լարված դիմակայություն կառաջացնի Պլուտոն մոլորակի հետ, որը 5 աստիճան ջրհոսում է գտնվում, եւ 5 աստիճան առյուծ կենդանակերպում գտնվում է լուսինում։ Սա նշանակում է շատ ագրեսիվ դրսևորումներ են հնարավոր, հայտարարություններ, ինչ որ ագրեսիվ, վախացնող, նախազգուշացնող, լուսինը դա պարժողորդ է, իսկ Պլուտոնը դա հենց ռազմի մոլորակն է, եւ այստեղ հնարավոր է ամեն տեսակ ագրեսիվ հրետորաբանություն, մնավոնդ որ արդեն մայիսի վերջից Պլուտոնը լարված քառակուսի կառաջացնի նաև փոքր դժբախտության մորակ Մարսի հետ, որը նույնպես ռազմական բախումների հավանականությունը շատ ավելացնում է։ Եվ 23:42 րոպեին Երևանի ժամանակով լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև Մերկուրի հետ, 9 աստիճան երկվորյակներում գտնվում է Մերկուրին, 9 աստիճան առյուծում լուսինն է։
Բարի խառն օր է մեզ մոտ մայիսի 22-ը, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը 2:05 րոպեին լուսինը եռանկյունի կառաջացնի Սատուրն մորակի հետ եւ շատ բավականին բարդ օր է մայիսի 23-ը 10:56 րոպեին արդեն Երևանի ժամանակով մայիսի 23-ին լուսինը մուտք կգործի կույս կենդանակերպ եւ 13:45 րոպեին Երևանի ժամանակով լարված քառակուսի կառաջացնի Ուրան մորակի հետ, որը 1 աստիճան երկորյակներում է։ Այսինքն այստեղ հնարավոր են այս ցերեկվա ժամերին մայիսի 23-ին անկանխատեսելի զարգացումներ, ճանապարհներին խնդիրներ, կապի խնդիրներ են հնարավոր, էլեկտրականության տատանումներ են հնարավոր եւ զանազան այլ վտանգավոր զարգացումներ պետք է զգուշ լինել եւ հատկապես մայիսի 23-ին ինչ որ կարեւոր պայմանավորվածություններ, հանդիպումներ չնշանակել ցերեկվա ժամերին հատկապես եւ 15:10 րոպեին արդեն լուսինը կհասնի առաջին քառորդին Արեգակի հետ 2 աստիճան երկորյակներում Արեգակն է եւ 2 աստիճան կույսում գտնվելու է լուսին, ուրեմն լուսինը արդեն աճում է, բավականին երևալու է եւ արդեն նաեւ ֆինանսական ուրեմն արողակարգեր կարող եք անել ֆինանսական հաջողության համար շատ եւ 17:12 րոպեին մայիսի 23-ին լուսինը եռանկյունի կկառաջացնի նաեւ Մարս մորակի հետ 3 աստիճան ցուլ կենդանակերպում Մարսն է եւ 3 աստիճան չսնգավ եւ 3 աստիճան կույսում գտնվում է լուսինը, սա բարենպաստ է ֆիզիկական ակտիվության համար, սպորտով զբաղվելու համար եւ ժամը 21-ին մայիսի 23-ին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նաեւ Վեներայի հետ, բավականին ներդաշնակ երեկո է լինելու մայիսի 23-ին 5 աստիճան խեցգետնու Վեներան է 5 աստիճան կույս կենդանակերպում լուսինն է Նաեւ բարեխառն օր է մեզ մոտ մայիսի 24-ը 14:05 րոպեին Երևանի ժամանակով Մերկուրին քառակուսի կառաջացնի լուսնի հետ Սա իհարկե թեթև իհարկե բարդություններ կարող է ստեղծել ճանապարհներում, լոգիստիկ հարցերում, առևտրական հարցերում, բայց ընդհանուր առմամբ օրը բարեխառն է անցնելու Սիրելիներս, ես ծրագրել եմ իհարկե նաև այս կիրակի հենց այսօր տեսագրում եմ այս վիդեոն Facebook-յան live-ով հանդես գալ, բայց եւ ներկայացնել թեկնածությունների 19 քաղաքական ուժերի աստղաբանական վերլուծություն նրանց առաջնորդների, բայց քանի որ ուժերը շատ են եւ առաջնորդները շատ են եւ շատ խայտաբղետ է քաղաքական դաշտը այդ իսկ պատճառով պարզապես մենք չենք հասցնի 1 ժամվա ընթացքում այդ վերլուծությունը կատարել եւ ես որոշեցի առանձին տեսանյութերով ձեզ ներկայացնել, որը կշարունակեմ գալիք շաբաթվա ընթացքում, այնպես որ ուշադիր եղեք, անպայման հետևեք Facebook-յան էջից, հետևեք YouTube-յան ալիքից, որպեսզի բաց չթողնեք կարևոր, հետաքրքիր եւ օբյեկտիվ վերլուծություններ։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին մայիսի 3 շաբաթվա ընթացքում մայիսի 18-ից 24 ընկած ժամանակահատվածում շատ հետաքրքիր շաբաթ է մեզ սպասվում սիրելի խոյեր բարեխառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթ մայիսի 18-ից 19 կարճ ճանապարհորդություն լավ լուրեր եւ հնարավոր է նաեւ շարժական գույքի գնում Մայիսի 19-ից 21-ը հիմնականում սիրելի խոյակներ զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է նաև տան առքովաճառք։ Մայիսի 21-ից 23-ը զբաղվելու եք երեխաներով, հաճույքներով, ձեր հանգստով, բարենպաստ են այս օրը նաև բիզնեսի համար։ Մայիսի 23-ից 24-ը ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցեր է կարգավորելու սիրելի խոյեր։ Սուլերի համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Մայիսի 18-ից 19-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Մայիսի 19-ից 21-ը կարճ ճանապարհ եւ լավ լուրեր հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ նաեւ այդ օրերին։ Մայիսի 21-ից 23-ը զբաղվելու եք հիմնականում տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով սիրելի սուլեր։ Եվ մայիսի 23-ից 24-ը երեխաների, հաճույքների, այսպես լավ օրեր են նաև բիզնեսի համար։
Բարենպաստ է գալիք շաբաթը նաև երկորյակների համար։ Նամանավանդ սկսվում է արդեն մայիսի 21-ից սկսվում է արդեն երկորյակների ամիսը մայիսի 21-ից մինչև հունիսի 21-ը ես շնորհավորում եմ բոլոր երկորյակների տարեդարձների կապակցությամբ իրենց։ Մայիսի 18-ից 19 սիրելի երկորյակներ զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Մայիսի 19-ից 21-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փողեք ստանալու, մայիսի 21-ից 23-ը կարճ ճանապարհ եւ հետաքրքիր հանդիպումներ, իսկ մայիսի 23-ից 24-ը զբաղվելու տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով։ Խեցգետինների համար բարեխառն է անցնելու գալիք շաբաթը մայիսի 18-ից 19 ակտիվանալու են սիրելի խեցգետիններ ձեր գաղտնի թշնամիները զգուշ եղեք։ Մայիսի 19-ից 21-ը լուծեք անձնական գործնական բնույթի հարցեր, զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Մայիսի 21-ից 23-ը բարենպաստ է խեցգետինների համար ֆինանսական գործունեությամբ զբաղվել փողեք ստանալու։ Մայիսի 23-ից 24-ը կարճ ճանապարհ եւ լավ լուրեր։ Առյուծների համար եւս այս շաբաթ անցնելու է բարեխառն պայմաններում։ Մայիսի 18-ից 19 կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար սիրելի առյուծներ։ Բարենպաստ են այդ օրերը նաև on-line բիզնեսի համար։ Մայիսի 19-ից 21-ը սիրելի առյուծակներ զգուշացեք, ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, իսկ մայիսի 21-ից 23-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Եվ մայիսի 23-ից 24-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հետաքրքիր հանդիպումներ են հնարավոր եւ լավ լուրեր եք ստանալու։ Սիրելի կույսակներ, նույնպես բարեխառն կանցնի ձեզ համար գալիք շաբաթը։ Մայիսի 18-ից 19 գործնական կարևոր հաջողություն եք ունենալու, կապված պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, այն ինչ որ վաղուց սպասում եք, վերջապես կստացվի։ Մայիսի 19-ից 21-ը շատ երազանք է կարևոր եւ բաղձալի երազանք է իրագործվելու ձեզ համար սիրելի կույսեր եւ ձեզ կուրախացնեն նաեւ ձեր չափահաս երեխաները մայիսի 21-ից 23-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ 23-ից 24-ը զբաղվեք արտաքին հմայքով, գեղեցկությամբ ձեր եւ լուծեք անձնական եւ գործնական բնույթի խնդիրներ։ Սիրելի կշերքներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթ։ Մայիսի 18-ից 19 լավ լուր արտասահմանից կամ նվեր, մայիսի 19-ից 21-ը լուծվելու է շատ կարևոր գործնական խնդիր ձեզ համար սիրելի կշերքներ, լինի դա աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված, չգիտեմ ինչ-որ պետական դռան հետ կապված։ Մայիսի 21-ից 23-ը կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները եւ կիրագործեն ձեր ամենաբաղձալի երազանքներից մեկը։ Իսկ մայիսի 23-ից 24-ը զգուշացեք սիրելի կշերքներ գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Բարեխառն է անցնելու նաեւ կարիճակների համար գալիք շաբաթը։ Մայիսի 18-ից 19 հնարավոր են էքստրեմալ իրավիճակներ, ֆինանսական խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր մի արեք սիրելի կարիճներ։ Զգուշ եղեք նաեւ ճանապարհին։ Մայիսի 19-ից 21-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, մայիսի 21-ից 23-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, պաշտոնի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պետական դռան հետ կապված, կամ կստանաք հետաքրքիր առաջարկություն գործնական կամ անձնական բնույթի։ Եվ մայիսի 23-ից 24-ը արդեն կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև չափահաս ձեր երեխաները, բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը մայիսի 18-ից 19 զգուշացեք սիրելի աղեղնավորներ ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Մայիսի 19-ից 21-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր ինչ-որ առողջության հետ կապված, ֆինանսական գործունեության հետ կապված եւ
մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցեք։ Մայիսի 21-ից 23-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաեւ ճամփորդություն սիրելի աղեղնավորներից, մայիսի 23-ից 24-ը ինչ որ պետական դրան հետ կապված գործնական կարևոր հարց է լուծվելու, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված կամ հետաքրքիր առաջարկություն կստանաք սիրելի աղեղնավորներ։ Այցեղ ջուրների համար բաց շաբաթ է սպասվում։ Մայիսի 18-ից 19-ը հիմնականում լուծելու եք ընթացիկ գործնական հարցեր եւ առողջության հետ կապված հարցեր, սիրելի այցեղ ջուրներ։ Մայիսի 19-ից 21-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, ով հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ մայիսի 21-ից 23 էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր պետական դրան հետ կապված, ստուգող մարմինների հետ կապված հատկապես եւ առողջության հետ կապված զգուշ եղեք մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցեք սիրելի այցեղ ջուրներ։ Մայիսի 23-ից 24-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր հնարավոր է նաեւ ճամփորդություն։ Սիրելի ջրհոսներ, բարեխառն է անցնելու նաև ձեզ համար գալիք շաբաթը մայիսի 18-ից 19-ը բարենպաստ է երեխաների համար, հաճույքների եւ բիզնեսի համար։ Մայիսի 19-ից 21-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային եւ գործնական հարցեր։ Մայիսի 21-ից 23-ը սիրելի ջրհոսներ զգուշ եղեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Իսկ մայիսի 23-ից 24-ը մեծ վարկեր պարտքեր մի արեք, զգուշացեք էքստրեմալ իրավիճակներից, ստուգող մարմիններից եւ առողջական խնդիրներից։ Սիրելի ձկնիկներ, բարեխառն է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթը մայիսի 18-ից 19-ը լուծելու եք ընդհանուր այդ տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր։ 19-ից 21-ը մայիսի շատ բարենպաստ է երեխաների խնդիրներով զբաղվելու նաեւ հաճույքների եւ բիզնեսի համար։ Մայիսի 21-ից 23-ը լուծելու եք ընդհանուր աշխատանքային եւ առողջության հետ կապված հարցեր, սիրելի ձկնիկներ, իսկ մայիսի 23-ից 24-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթը, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, նաեւ հետևեք ինձ Facebook-ով, TikTok-ով, Instagram-ով, Telegram-ով եւ նաեւ բաժանորդագրվեք մյուս YouTube-յան ալիքից Աստրոմագիա եւ Թալիսմանների մոգական YouTube-յան ալիքին, հղումը կլինի այստեղ հենց այս վիդեոյի վերջումը։ Այսքանը ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք շատ շուտով, տեսություն։